Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի հունիս ամսին եղվորյակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի եղվորյակների։ Սիրելի եղվորյակներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է նոր ձեռքբերումներ, լինելու է նոր հարաբերություններ։ Եթե դուք նույնիսկ ամուսնացած եք, սիրելի եղվորյակներ, ձեր ընտանիքի մեջ անձնական նոր էներգիա է մտնելու։ Ցույց է տալիս, որ նույնիսկ դուք եթե կանգնած եք բաժանության եզրին, ցույց է տալիս, որ հունիս ամիսը դուք հաշտության եզրեր եք գտնելու, դուք կարողանալու եք ուրիշ տեսանկյունով նայել ձեր անձնական հարաբերությանը։ Այն եղվորյակները, ում կյանքի մեջ չկա սեր, ում կյանքը դատարկ է, ում կյանքի մեջ միայնակությունն է, ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որը կլինի և ամուսնության առաջարկություն, կլինի և պսակադրություն, որի հետ դուք կկարողանաք հետագայում համատեղ և երջանիկ կյանք վարել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղվորյակների ֆինանսական ոլորտում 2026 թվականի հունիս ամսին։ Սիրելի եղվորյակներ, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն, նույնպես լինելու է հաղթանակներ, մեծ ձեռքբերում, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, հնարավոր է ժառանգություն, հնարավոր է ձեր մտքերը, ձեր իդեալները մարդ լինի, ով որ կարողանա հովանավորի և ձեր այդ մտքերը, ձեր իդեալները կդառնան ֆինանսական հիմքեր ստեղծելու հնարավորություն կբերեն, մեծ ժառանգություն կարող է ձեռք բերել։ Դարապես սիրելի եղվորյակներ, հունիս ամիսը ձեզ համար ֆինանսական ոլորտում յուրահատուկ հաջողություն է լինելու, յուրահատուկ մեծ ձեռքբերումներ է լինելու։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի եղվորյակների առողջական ոլորտում։ Սիրելի եղվորյակներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե հնարավոր է որոշակի խնդիր լինի զարկերակային ճնշման հետ կապված, բայց դա ոչ թե պետք է բժշկի բուժհիմնարկության միջամտություն, ուղղակի հետևեք ձեր առօրյային, հետևեք ձեր հանգստին, հանգիստ հատկապես հոգեպես հանգիստ լինի, ստրեսներից կարողացեք դուրս գալ, ստրեսների նկատմամբ մի եղեք ավելի ընկալող և դուք կկարողանաք այդ իրավիճակը հաղթահարել։ Սիրելի եղվորյակներ, հնարավոր է նաև ձեր ֆինանսական հոսքերը գնան ձեր սեփական իմիջը ավելի լավացնելու, ձեր առողջականը ավելի բարելավելու վրա օգտագործեք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի եղվորյակներ, 2026 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի եղվորյակներ, ձեր երազանքները կկատարվեն։ Այն եղվորյակներով, որ հեռու են գտնում, հնարավոր է լինի հանդիպում ընտանիքի անդամների հետ, հնարավոր է երկար սպասված ելքի թույլատվություն ստանաք, հնարավորություն ունենաք երկար սպասված ճանապարհորդություն կատարել։ Գիտեք ինչ, սիրելի եղվորյակներ, եթե նույնիսկ նեղության մեջ եք, եթե նույնիսկ բանտի մեջ եք, աքսորի մեջ եք, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում